Իսկ ես հիմա ուզում եմ խոսել Իրանի մասին։ Գիտեք, Իրանում խռովությունները դեռ շարունակվում են, բայց massամբ ինչ որ ժողովուրդը դուրս էր եկել, որպեսզի եւ հույս ունեին, որ Ամերիկան, որովհետեւ նախագահ Թրամփը ասում էր, որ պետք է հովանավորել ժողովրդին, եթե սպանեն ժողովրդին, արձակվելու են, բայց հետո երբ մի տարօրինակ դեպք պատահեց, որ արտգործ նախարարը երկրի, այսինքն Իրանի արտգործ նախարարը կարողանում է կապվել եւ խոսում է, որ բանդարկյալներին, որ 800 հոգու ձերբակալ, այսինքն շատերի են ձերբակալել, հազարավոր մարդ է Իրանը ձերբակալել այդ բողոքողներին, իրենց ամբողջ կանչելով եւ գործնակալը կանչելով ուրիշ երկրների, ուրեմն բոլոր դրանց ձերբակալել 800 հոգու առնվազն պետք է կախաղան պայթրացնեին, ուրեմն երբ որ Արաքչի արտգործ նախարարը Իրանի հետ կապվում է, որ իրենք ցանկություն ունեն, որ բանակցել Ամերիկայի հետ բանակցել, որպեսզի այս անել վիճակը, ինչ որ Իրանն է պաշարված է եւ բոլոր այն երկրները ասել է նախագահ Թրամփը, որ եթե բիզնես անեն Իրանի հետ 25%, եթե հետո բիզնես ունեն այստեղ նաեւ 25% թերիֆ է պահանջելու, հարկ է պահանջելու, եթե այդ մարդիկ, այդ երկրները բիզնես են անում Ամերիկայի հետ։ Նախագահ Թրամփը այդ Արաքչի կամ արտգործ նախարարը երբ որ կապվում է ամերիկացիների հետ, եկավ ասաց, որ ես կարողացնեմ իրենք խոստացել են ինձ, որ 800 հոգին կախաղան չեն բարձրացնել։ Այսպես մնաց վիճակը, իսկ Այաթոլլահ Խոմեյնին այս բոլոր մարդկանց, որ դուրս էին եկել, ասում է, որ գործակալներն են Ամերիկայի եւ Իսրայելի, ինչ որ դուրս են եկել երկրի դեմ բողոք են ներկայացնում եւ այդ բերումով նաեւ դուրս եկան իսլամ հավատացյալները երկրի մեջ նաև դուրս եկան եւ պաշտպանելու իսլամական կառավարությանը։ Այսպես թվում է հիմա այդ բողոքները, ցույցերը, որ խիստ բողոքներ, ցույցերը տեղի ունենում, ինչ որ տեսնում եք։ Իսկ Իրանի նախկին թագավորի տղան, որը հանդիպել է ամերիկյան վարչակազմի արտգործ նախարար եւ ուրիշների հետ հանդիպել է, ուրեմն ասում է մի տարօրինակ նաեւ պիտի ասեմ, որ ինչ որ ինքը խոսում է Իրանում տարածվելն է, որովհետեւ կարողանում են մտնեն Իրանի հեռուստաալիքի սիստեմի մեջ, ուրեմն հաք են արել, մտել են Իրանի եւ Իրանի կառավարությունը այդ հեռուստատեսության սիստեմը կարողանում են մտնել եւ այս պատկամը ինչ որ ունի, ասում է, որ օգնեք, որպեսզի տապալենք, որպես եւ զինվորականները մարդկանց միանան եւ մարդկանց պաշտպանեն, ասում է եւ ցուցադրվում է, ասում է կառավարության աշխատողները, զինվորականները ժամանակ ունեք մարդկանց միացեք եւ այսպես տեսնում եք, ասում է այս մարդասպաններին պետք է աշխատանքից անել, այսինքն ներկա ղեկավարությանը եւ այսպես նոր վարչակազմ աշխատանքի կա։ Ինքը ասել է, որ եթե այդպես լինի եւ ժողովուրդը ուզում է, ինքը կարող է նախագահը լինի երկրի եւ ոչ թե թագավորը, որ ինքը նստաշրջանը ավարտի, հետո ուրիշներ նաեւ շարունակեն եւ Իրանը դառնա այսպես նախագահական սիստեմ լինի եւ ոչ թե թագավորական սիստեմ, ինչ որ սա էր այս վերջին դեպքերը, ամենայն դեպս այդ բողոքի ցույցերը առայժմ Իրանում դադարեն են, իսկ թվում է, որ Իրանի Խամենեի ղեկավարը ասաց, որ հազարավոր մարդ է մահացել,
բայց ոչ ոք չգիտի ճշգրիտ քանի հոգի է մահացել, բայց մեկ իրանյան մասամբ միշտ ավել մոտիկ ճշմարտության տեղեկությունները բացահայտում ասեն է, որ սա իրանյան կազմակերպություն են Ամերիկայում, ասեն է, որ 3900 մոտարապես 19 մարդ մահացել է այս բողոքի ցույցերի ժամանակ, նախապես իհարկե ընդդիմադիր կուսակցություններ, որ արտասահմանում էին, ասում են 18000 եւ այլն, իսկ Իրանը ինքը կառավարությունը մինչ հիմա չի ասել քանի հազար մարդ է մահացել, որտեղ մենակ իրենք գիտեն ճշգրիտ քանի մարդ է մահացել, ուրիշների համար արտասահմանից դժվար է իմանալ Իրանում քանի հոգի մահացել են։ Ես մի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից Վալենտինոյի մասին խոսեմ, հետո նրանից հետո Northern Light-ը ցույց տամ ձեզ, իսկ ծրագիրը հովանավորում է Burbank Adult School-ն է հովանավորում, գտնում է Burbank-ում, սա չափահասների դպրոց է, անվճար է բոլոր նրանք, որ գնան այդտեղ ուսում իրենց շարունակելու, ադամնաբուժի օգնական եք ուզում դառնաք, բժիշկի օգնական եք ուզում, տեսնում եք այստեղ, կոմպյուտեր չգիտեք, կոմպյուտեր եք ուզում սովորել, գիտեք ավել մասնագիտացված, բոլոր այդ դասավանդումները անվճար են, Կալիֆոռնիայի նահանգն է ծախսը վճարում եւ վկայական են տալիս։ Ծրագիրը հովանավորում է Central Avenue Pharmacy հովանավորում է ծրագիրը։ Այստեղ տեսնում եք իրենց նոր տեղատունը պիտի բաց անեն Sunland քաղաքում մի օրեր հետո մինչև բոլոր լայսենսները կառավարությունից կարողանան ապահովեն, խանութը պատրաստ է, բայց կարճ ժամանակ հետո աշխատանք կսկսեն։ Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում, եթե դուք բնակվում եք վարձենեք առանձնատուն կամ վարձենեք ապարտման, պետք է մաքուր լինի, մուգ չլինի, մրջուն չլինի եւ միջատներ չպիտի լինեն։ Եթե լինեն, ուրեմն զանգարեք, անվճար կարող եք փաստաբանի հետ խորհրդակցեք, երբ հատուցում ստանա հետո վճարում եք, դուք ոչինչ սկզբում չեք վճարում։ Orange Shipping հովանավորում է ծրագիրը, Orange Shipping գտնում է Sherman Way փողոցի վրա, Նորթ Հոլիվուդում է գտնվում ծանրոցներ, եթե անձնեք մի ծանրոցը, անձնեք իրենց երկրորդը կես գին եք վճարում այդ ծանրոցը փոխադրելու Հայաստան։ Նաև օթանավով կարող եք ուղարկել եւ գումար կարող եք ուղարկել։ Եթե գումար եք ուղարկում, 1% եք ընդհանրապես վճարում, եթե տանեն տունը հասցնեն 2%։ Ծրագիրը հովանավորում է Շահին Թուր հովանավորում է ծրագիրը։ Դեպի Ժապոնիա կազմակերպված է թուր 3490 է ընդամենը, բոլոր ծախսերը ներառված օթանավ, այդ ճաշերը, հոթելը, ինչ որ պիտի մնաք, բոլորը նկատի առնված օգտվեք ծառայությունից կվերադառնա։ Աշխարհի ամենամեծ դիզայներներից հագուստի, այսպես վզկապի, տղամարդկանց հագուստ, կանանց հագուստները, կոշիկներ եւ այլն, Վալենտինո իտալացի այս դիզայները մահացել է Վալենտինոն տեսնում եք 93 տարեկան էր մահացել է, ճանաչվածներից մեկն էր, բայց որովհետեւ ես անցյալում նաեւ խոսել եմ մեր ժողովուրդը չի ճանաչում, որ աշխարհի նախ մի վարքյան սպասենք աշխարհի ամենամեծ դիզայները, ամենահարուստը, ամենաճանաչված դիզայները Ջորջիո Արմանին էր, որ հայ էր, հայրը հայ է եղել Ջորջիո Արմանի եւ ինքն էլ Պարտենում էր երբեմն ասելով, որ հայ եղել, իր հայրը հայ էր, ինքը հայ համարում եւ այլն, Ջորջիո Արմանին ամենամեծ դիզայները եղել, բիլիոնատեր էր, որ նաև մոտարապես մի տարի չի եղել, որ նաև մահացել է։ Ամենայն դեպս Վալենտինոն նաև մահացել է, հագուստ էր պատրաստել Princess Diana-ի համար, Jackie Kennedy-ի համար, Julia Roberts այդ արվեստագետին, բոլոր այս մեծ անվանի անունները իրեն հագուստներ ունեցել են, շորերը օգտագործել են, այսպես տեսնում եք
ամենայն դեպս 93 տարեկանում Վալենտինոն մահացել է։ Իսկ ես հիմա ուզում եմ գեղեցիկ պատկեր ցույց տամ, այսպես գիտեք բնական լույսերը, nature-ը, այսպես կարող է ոչ ոք չի կարող նկարի այսպես գեղեցիկ, ինչ որ բնությունը կարող է ստեղծի այսպես geomagnetic storm, այսպես կոչված է, որը կարող էին հարավային նահանգները տեսնեին, Ամերիկայի հարավային նահանգներում կարող էին տեսնեին։ Հիմա ես որովհետև հաճախ տեսնում եմ մարդիկ բնակվում են Ամերիկայում, նաև երբ որ ասում եք հարավ, պատկերացնում են Կալիֆոռնիան նաև հարավ։ Հարավը Կալիֆոռնիան մեջ չի։ Հարավը այսինքն Տեքսասն է, Ջորջիա եւ այդ շրջաններն են։ Կալիֆոռնիան արևմտյան մաս է։ Թեև մենք էլ հարավ ենք մասամ, բայց հարավային Կալիֆոռնիա հենց հարավ է, բայց մենք համարվում ենք Ամերիկայի արևմտյան մաս, ինչպես Northwest, Northeast ասում են, օրինակ Բոստոնը, Նյու Յորքը եւ այլն, ամենայն դեպս հարավում կարելի է տեսնել այս գեղեցկությունը։ Ես պիտի Տաթար վերցնեմ, երբ վերադառնամ Տաթարից, մեկ արվեստագետ Բացֆիլդ անունով ինչով է մեղադրվում, դրա մասին խոսեմ, ծրագիրը հովանավորում է դոկտոր Բարսեղյանի Մահտեսյան ատամնաբուժներն են հովանավորում։ Եթե որևէ հարց ունեք ատամի հետ, դա կլինի արյունոսություն է լինում ատամից, ցավ ունեք, մաքրման կարիք ունի, պրոթեզ պիտի տեղադրեք, ատամնաշարեր պիտի տեղադրեք, բոլոր այդ հարցերով զանգարեք այս հեռախոսահամարին։ Գտնում է Ալիվ եւ Գլենոքս փողոցի ճիշտ հատման կետում։ Երևան Post հովանավորում է ծրագիրը։ Երևան Post գտնվում է Գրանադա Հիլզում։ Հարակից քաղաքները շրջակայքում դա կլինի Սան Ֆերնանդո քաղաքը, կլինի ուրիշ քաղաքներ այդ շրջանում, եթե ծանոթ ունեք Հայաստան ղրգելու, Երևան Post այդ աշխատանքը կատարի։ Նաև եթե գումար պիտի փոխանցեք այդ աշխատանք կատարի, եթե օդանավով պետք է ծանոթ ղրգեք $2.99 Երևան Post գտնվում է Գրանադա Հիլզ քաղաքում եւ բոլոր հարակից քաղաքները կարող են այդտեղ տանեն իրենց ծանրոցները։ Vivaldi venues եւ catering հովանավորում է ծրագիրը 3 սրահներ ունեն 120, 150, 300 տարողությամբ։ Primate Pharmacy հովանավորում է ծրագիրը։ Primate Pharmacy գտնվում է Գլենոքս փողոցի վրա եւ Highland փողոցի հատման կետում։ Հեռախոս շատ հեշտ է 818 600 777 կվերադառնա։ Ամերիկացի արվեստագետ Թիմոթի Բացֆիլդ անունով մեղադրվում է, որ երեխաներին ճնշելը ուզեցել է հարաբերությունը ստեղծի, տեսնում եք։ Բացֆիլդը իր կինը հիմա մեկ նամակ է գրել դատարանին, որ ասում է իր ամուսնուն հովանավորում ասում է իմ ամուսինս այսպես մարդ չի։ Իսկ իրենք ասում են, որ մի երեխա, որ հետո որտեվ ինքը թե դիրիժոր է, թե ֆիլմ խաղացող է, եւ այդ ֆիլմը, որտեղ պատրաստում են Cleaning Lady անվան տակ, այդպես մեկ ֆիլմ է եղել, Նյու Մեքսիկոյում պատրաստվում էր, ուրեմն այս իր կինն ասում է իր ամուսին Թիմ ամենա ազնիվ մարդն է, որ երբևիցե ինքը ծանոթացել է, երկար տարիներ ամուսնացած է եւ այսպես ասում է իր ամուսինը այսինքն հարգելի մարդ է։ Դատարանում եք տեսնում, սա նախնական է։ Այս Cleaning Lady ֆիլմն եք տեսնում քիչ առաջ եւ ինքն իհարկե ասում է ես ում այս չտեսնված մարդը անմեղ ամարվի իմ անուշիկ ամուսնուս թեքերան է դատարանը այսպես նամակ է գրում տեսնում եք տարիները իհարկե արվեստագետ է եւ
ինչ որ ինքն են ասում այս ֆիլմի մեջ երեխաներ են եղել եւ երբ որ այդ երեխային չի թույլ տվել որ կարևոր դեր ունենա, ուրեմն այդ բարկացեն է եւ Բասֆիլդը իր փաստաբանը ասում է ծնողները ստեղծել են երբ որ ծնողները որ այսպես ֆրադ եւ խաբեբայության դիսանստի անկեղծ լինելու խնդրեմ ունեն երբ որ իր երեխային շոյի միջից հանեն են բարկացեն են ծնողները այսպես մեղադրանքներ են բացահայտել որ ճշմարտության չի համապատասխանում ասում է այս արվեստագետի փաստաբանը եւ ինքը ասել է մեկ կնոջը այդ երեխայի ծնողները որ իրենք վրեժխնդիր են լինելու այս թիմ Բասֆիլդից դրա համար ստեղծել են այս սրանք բոլորը ասում են իհարկե իր փաստաբանը երևի դատարանում պիտի տեսնել ինչպես է ձևավորվում այս հարցը եւ երկու investigation տեղի ունենում Warner Brothers-ն է այդ ֆիլմը պատրաստել ուրեմն նրանք նաեւ աշխատում են որ հստակեցնեն որ ինչ է կատարվում այդ իհարկե որոշ investigator-ները ասեն են որ ժամանակ չի եղել որ այս երեխան չափահասի հետ միայն մենակ լինի որտեվ իրենք ուշադիր են որ երբ երեխան չափահասի հետ է ուրիշ մարդիկ այդտեղ լինեն մենակ չլինի մեկ երեխա մեկ չափահաս ուրեմն ասում են այսպես են արտահայտվում որ այս տատը անիմաստ է հիմա կտևի երկար մինչև տատը հստակացնեն որ ինչպես է ձևավորվում ես մի տաթար վերցնեմ երբ վերադառնամ տաթարից այսօր Մարտին Լութեր Քինգի օրն է արգանքի օրը վերադառնամ դրան պիտի անդրադառնամ իսկ ծրագիրը հովանավորում է Ժորա Transportation հովանավորում ծրագիրը եթե դուք 7 հոգանոց սա մեքենա է եթե դուք կարիքը ունեք հարսանիք գնաք եթե ուզում եք փարթի գնաք գիշերը կգնաք խմիչք խմեք եւ այլն մեկին ուզում եք ապահովել տունը տանի կարող եք վարձել այս մեքենան նաեւ կոնցերտի եք ուզում գնաք Valentine's Day շուտով գալու եթե պետք է փարթի գնաք Լաս Վեգաս եք ուզում գնաք երեխային դպրոց եք ուզում ապահով տանել վերադարձնել բոլոր այդ աշխատանքները կարող եք կատարել այս 2026 թվի Cadillac է զանգահարեք հավելյալ տեղեկությունի համար դոկտոր Parker Ջահանգիրն հովանավորում ծրագիրը ալերժի ասմի մասնագետ է Սա իր հեռախոսը համարն է Գլենդելում Գլենոքս փողոցի վրա է գտնվում զանգարեք Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիրը Hollywood Piano-ն ցեզ առաջարկում տարատեսակ դաշնամուրներ 600 դաշնամուր այդ երկու հարկի մեջ այդ խանութը Ամերիկայի ամենամեծ դաշնամուր վաճառող վարձու տվող խանութն է Hollywood Piano-ն որևէ դաշնամուր որևէ երկիր Չինաստանում կլինի, Կորեայում կլինի, Ժապոնում, Ամերիկայում, Չեխ Ռիփաբլիկից կլինի, գերմանական բոլոր իրենք ունեն։ Անպայման այցելեք, այստեղ իրենց հասցնեք տեսնում։ Փասադինայում է Գլենդելի հարևանության։ Ծրագիրը հովանավորում է նաև դոկտոր Թավանսի հովանավորում է ծրագիրը։ Աչքի վիրահատող բժիշկը իր նոր կենտրոնը բացահայտել Orange County-ում։ Եթե դուք Orange County-ում բնակվում եք, զանգարեք, որ ճշգրիտ հասցեն իմանաք, ամենայն դեպս Գլենդելում, Ջաքսոն եւ Քոլորադո փողոցի հատման կետում է ժամադրություն վերջեք կվերադառնա։ Այսօր հունվար 19-ն է, որ դուք դիտում եք, տեսնում եք այսպես, ծրագիրը երկուշաբթի օր է եւ Մարտին Լութեր Քինգի ծննդյան տարեդարձն է։ Վաղը իհարկե այս ծրագիրը կկրկնվի, ուրեմն թվականը ինչ որ հիմա խոսում եմ հունվար 19-ն է, Մարտին Լութեր Քինգը ծնվել է
հունվար 15 այսպես 1930-ական թվականներին ծնվելներ, իսկ որովհետև միշտ աշխատում են, որ արձակուրդը կամ իր տարեդարձը հունվարի 3-րդ երկուշաբթին է տեղի ունենալու, որ ամենամոտիկն է լինելու ամսի 15-ին։ Ուրեմն ինքը ծնվել է հունվար 15-ին, բայց իր հարգանքի օրը հունվար այսօր է 19-ը, կապված է օրերը թիվը փոխվում է ամեն տարի, ամենայն դեպս Մարտին Լութեր Քինգը թերորի ենթարկվեց 1968 թվին։ Ինքը համաձայն էր խաղաղ կատարելու այս բողոքի ցույցերը։ Վերջին անգամ իր Վաշինգտոնում իր խոսքը, երբ ուղղել էր այդ տարի ժողովրդին, այդ ինչ որ տեսնում եք այստեղ գրված է, ասում է, որ նրանք լավ մարդիկ, այստեղ տեսնում եք, appealing silence, ասում ենք լուռ են մնում եւ ուզում են սպասեն ժամանակին։ Ժամանակը հիմա է, որ միանաք եւ բողոքին մասնակցեք, Մարտին Լութեր Քինգը ասում էր, ինչքան նաեւ եթե սև է, այսինքն սևերի համար այդպես եւ ինչքան բարգացած եք եւ ինչքան վայրագ աշխատանք է կատարվում, ինքը միշտ խրախուսում էր, որ խաղաղ ցույցեր կատարեն։ Ես կարող եմ երգել եւ մենք կարող ենք այդ բարդությունները հաղթահարենք։ Մենք կարող ենք բարդությունը հաղթահարենք որպես մորալ, այսպես ճիշտ աշխատանքով եւ արդարության, հենվել արդարության։ Այսօր նաեւ Լոս Անջելեսում, այսինքն Անահայմում տեսնում եք բողոքի ցույցեր նաեւ կատարվում էր, տեսնում եք այստեղ, գիտեք immigration-ի ոստիկանները այսօր նաեւ Անահայմում էին, ձերբակալում էին, աշխատում են գնան, այնտեղ քարվաշ էին մտնում, գիտեք քարվաշում միշտ մեքսիկացիքերն են աշխատում են, մեծամասնություն կարող է անօրինականներ լինեն, տեղի էր ունենում այսպես ոստիկանությունն է ինչ որ հետևում է այդ անձիկին, որ ուզում են ձերբակալեն, որպեսզի տեսնեն, եթե անօրինական են, երկրից վտարեն։ Անգամ մարդիկ են ձերբակալել, որ citizen են եղել, անգամ մեկ անձնավորությանը քիչ հետո կտեսնեք, մեքենայի միջից հանում են, տեսնում եք ոստիկան է, որ այսօր հետևում էր, այսպես տեսնում եք փախուստ էին տալիս, սա Անահայմում էր տեղի ունենում, տարբեր բիզնեսների մտնում, որտեղ ավել կասկած ունեն, որ անօրինականներ կլինեն, օրինակ Home Depot, սա մեկն է, որ այդտեղ կրակել են իրեն վրա, իսպանախոսի դեմք ունի, բնականաբար շատ փնտրում են իսպանախոսներին, որտեղ իրենք են ամենամեծ թվով անօրինականները այս երկրի, ինչ որ տեսնում եք բացատրում է այստեղ պետք է վիրահատություն կատարվեր բերանի մեջ, բացատրում է անձնավորությունը, այսպես տեսնում եք։ Դա տեղի ունենում հենց այսօր Մարտին Լութեր Քինգի այդ արձակ օրը եւ այսպես 1985 թվին Մարտին Լութեր Քինգի օրվա առիթով այդ թվականից Լոս Անջելես քաղաքում տեսնում եք այս արգանքի տեսնում եք Մարտին Լութեր Քինգի սայնը ձեռքին է դուրս են գալիս այստեղ նաև տեսնում եք իհարգանք Մարտին Լութեր Քինգին դուրս էին եկել այսօր ցույցեր էին կատարում սա փոլիսն է չիֆը տեսնում եք որ հաճախ այստեղ այս ծրագրի հյուրն է եղել չիֆը եւ հույս ունենք շուտով երևի կգա այստեղ չիֆը որ ասում է շատ լավ է շատ խաղաղ է ամեն ինչ այդ հարգանքի համար ես էլ նաեւ մասնակցում եմ այս քայլարշավին ասում է չիֆը Լոս Անջելես Police Chief որ նախապես նաեւ
շերիֆներ Էլե քաունթի։ Ես հիմա ուզում եմ շարունակել խոսել ինչ է տեղի ունենում, որովհետև բողոքի ցույցերի մասին էի խոսում Մինեսոտայում ինչ է կատարվում, դեռ շարունակում է բողոքի ցույցեր, մեծ ցույցեր է տեղի ունենում այնտեղ, դրա համար նախագահ Թրամփը հրաման է տվել 1500 զինվորականներ, այսինքն այդ մնայուն զինվորականներ, գիտեք երբ որ գնում են ձերբակալելու կամ National Guard-ը կամ ICE immigration-ի ոստիկաններն են, այս անգամ 1500, որովհետև այնքան բողոքի ցույցեր է տեղի ունենում, որովհետև ձեզ ասել էի 37 տարեկան մի կին այս immigration-ի ոստիկանը կրակում է, մահացել էր, խռովությունները խիստ շարունակվում է, նահանգապետին եւ քաղաքապետին այդ Մինեսոտայում եւ Մինեապոլիս քաղաքի տատի են նախագահ Թրամփը արդարադատության նախարարությունը տատի է տալիս, որ խանգարում են immigration-ի աշխատանքը 3000 անօրինական անձի ձերբակալել են 6 շաբաթվա ընթացքին, ասացի Մինեապոլիս, Մինեսոտայում, որտեղ պետք է այստեղ տեսեք դուր ջարդում են, կարծում են, որ անօրինական է այս մարդուն հանում են այսպես տեսնում եք առանց ակուզ, այնտեղ տեսեք ինչքան ձյուն է եկել այսպես մեր անձին մասամբ դուրս են բերել մի ժամ իրեն պահում են, հետո բանից դուրս է գալիս, որ ինքը citizen է, հետո ազատ են արձակում իհարկե այդ անձնավորությունը, ուրիշների նաև ձերբակալում են, այսպես տեսնում եք որևէ տեղ այսպես խոշոր խռովություններ բախումներ տեղի չի ունենում ինչքան Մինեսոտայում տեսնում եք մեկ ուրիշի ձերբակալեցին այս immigration-ի ոստիկանությունը, որովհետև այսպես վիճակ է տիրում, դրա համար նախագահը 1500 այստեղի զինվորականներին է բերել այդ քաղաքը, երբևիցե այստեղ նման դեպք չի պատահել, որ մնայուն զինվորականներին եթե քաղաքային հարցեր է լինում, ասացի National Guard-ն են բերում կամ immigration-ին այստեղ որ այդտեղ են։ Այստեղ մի եկեղեցի է, որ ինքը հետաքրքիր է, որ ինքը քահանան, եկեղեցի քահանան ինքը National Guard-ի անդամ է։ Այդպես այդ քահանան դրա համար մտել են այդ եկեղեցին բողոքողները որտեղ իհարկե քահանան ասում է սա Աստծո տաճարն է, չպիտի գաք այստեղ բողոքելու, բայց իրենք ասում են, որովհետև անձը ինքը պատկանում է այդ խմբին, ուրեմն դրա համար են եկել եկեղեցու մեջ բողոքներ, բողոքի ձայն են բարձրացրել, տեսնում եք այս immigration-ի հարցը միցև այս երկիրը տարբեր վիճակի է եկել կողմ եւ դեմ բաժանվել են եւ ասացի նահանգապետին եւ քաղաքապետին Մինեսոտա եւ Մինեապոլիս քաղաքի տատի են տվել, որ հիմա պիտի տեսնել ինչ է լինելու վերջնական։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից փառքերի մասին պիտի խոսեմ մեկ դոկտոր սպանում եմ մի ուրիշ դոկտորի եւ կնոջը, իսկ ծրագիրը հովանավորումը է Ռաֆիզ Մարքեթն է հովանավորում ծրագիրը, Ռաֆիզ Մարքեթ Բրբանք քաղաքում է գտնվում, պատրաստի ճաշ ունեն, եթե դուք ժամանակ չունեք ճաշ պատրաստելու, նաեւ թարմ հաց են թխում եւ ինչ որ հարկավոր է կարող եք վերցնել այնտեղ միրգ եւ ուրիշ պիտույքները։ Ծրագիրը հովանավորում է Court Furniture-ն հովանավորում։ Court Furniture-ը Ամերիկայի ամենախոշոր ֆուրնիչերի խանութներից մեկն է։ 100-ից ավել խանութ ունի Ամերիկայում։ Գլենդելում 330 North Central եւ Myrtle փողոցի հատման կետում է գտնվում։ Orange County-ում Euclid եւ 405 Freeway։ Santa Ana-ում քաղաքում խանութներ ունի New York, Miami, San Francisco, Washington-ում ամենտեղ խանութներ ունի, եթե նոր մատրես պիտի գնեք,
գրասեղան սեղան աթոռներ այցելեք Court Furniture ծրագիրը հովանավորում է Անրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը եթե accident ունեք եթե bankruptcy պիտի ֆայլ անեք եթե նաև հրդեհ է տեղի ունեցել ձեր տանը կամ բիզնեսում զանգարեք այս հեռախոսահամարին կվերադառնա Ես ուզում եմ հիմա ձեզ ցույց տալ տեսնում եք парքերը այս երկրում քիչ հետո պիտի նաև անդրադառնամ ջրին տեսնում եք парքերը ինչպես է հիմա парքերի մասին այս երկրում միայն պատճառը ուզում եմ ձեզ բացատրել որ парքերը այս երկրում 3 տեսակ են լինում են քաղաքային парքեր որ օրինակ Գլենդելը իր парք ունի ոչ մի ուրիշ տեսակ парք այստեղ չկա Բրբանկը մասամբ նույնն է բայց նաև կա state park եւ վերջավորությունը կա federal park-եր նախագահ Թրամփը հիմա ասում է որ նախագահ Թրամփը այսպես է հիմա արտահայտվում որ այդ парքերը կարող է 3 օր աշխատեն նրանք որ ֆեդերալ է ինքը միայն կարող է օրինակ նահանգապետը մենակ կարող է հրամանները իրանը լինի state-ի парքի մասին նախագահը ֆեդերալ парքերի մասին կարող է խոսել քաղաքն էլ իր парքերի ասում ֆեդերալ парքերը սրանից հետո երբ մարդիկ գնան այցելելու առաջին 3 օր է լինելու որովհետև աշխատող չունեն ֆաքսեցրել են խիստ իջեցրել նրանք որ парքերում աշխատում էին եւ ֆիեր է լինելու գումար պիտի վճարեն մարդիկ որ այցելում են парքը ես ուզում եմ շարունակել եւ հիմա ցույց տալ մեկ անձ որը վիրահատող բժիշկ է surgeon է այս վիրահատող բժիշկ անձնավորությունը Մայքլ Միքի անունով ամուսնանում է մեկ կնոջ հետ բայց 2 տարի ապրում են անընդհատ վիճաբանություն է լինում բաժանվում է իր կինը որ այստեղ տեսնում եք բաժանվելուց հետո մի ժամանակ հետո ամուսնանում է մեկ ադամնաբուժի հետ ամուսնանում հետո այս կինը եւ այս ադամնաբուժից 2 երեխաներ են ունենում ուրեմն այս հիմա ով այստեղ գալիս է մեկ հոգի գալիս այս ադամնաբուժին եւ իր կնոջը որ մոտարապես 9 տարի ամուսնացած են լինում տեսնում եք ադամնաբուժը եւ 2 երեխաներ ունեն սպանում է Բանից դուրս է գալիս որ այդ ով որ security camera-ում տեսեն են ոչ ոք այստեղ տեսնում եք առավոտյան 2-ից մինչև առավոտը 5-ը մտնում է այս ատամնաբույժ եւ այդ կնոջ բնակարանը սպանում է 2-ին 9 մմ ատրճանակով որը գտնում են այդտեղ եւ երեխաները տանն են լինում երեխաներին վնաս չի հասցնում Առավոտյան ժամի 9-ից հետո գալիս են 911 կանչում են տեսնում եք այս ամուսիններն են իրենց 2 երեխաներով տեսնում եք այս ատամնաբույժ իր կինը հետո այդ նկարի հիման վրա սա Օհայոյում պատահող դեպք է գնում են տեսնում են որ մատնահետ եւ ուրիշ գտնում են որ այն surgeon-ը որ նախապես այս կնոջ հետ ամուսնացել էր այս անձը այդ մարդն է որ գիշերով ժամի տեսնում եք այստեղ հիմա տատի են տվել իրեն այս ոչրագործության համար այս 2-ի այդտեղ տեսնում եք լրիվ շրջապատեն են ոչրագործին տեսնում եք ծախում որ ասացի վիրահատող ճանաչված բժիշկ վիրահատող անձ է սպանել է այսպես այդ 2-ին եւ դատավարությունը պիտի տեղի ունենա Օհայոյում այս սպանության համար տեսնում եք տարօրինակ դեպք որը տեղի է ունեցել Օհայո նահանգում ես ուզում եմ հիմա շարունակել եւ խոսել եղանակի մասին գիտեք արևելյան նահանգները Ամերիկայի այսինքն հյուսիսային մաս արևելքում խիստ ցուրտ ձյուն եւ դժվար կացություն է այսպես տեսեք ինչ է կատարվում մեկ նոր accident տեղի ունեցավ որ
100 մեքենա այս Դակոտա Մինեսոտայում այսինքն ավելի շուտ Միշիգանում օթանավը տեսնում եք անգամ օթանավը դժվարություն է ունենում թռչելու այստեղ Միշիգանն եք տեսնում 100 մեքենայի accident-ը եւ Grand Rapid ուրիշ տարածքներում ամենտեղ ձյունի պատճառով այսպես accident եթե դուք դիտում եք այս ծրագիրը եւ շրջանը ձյուն է եկել ավել հարմար կլինի տեսեք տանը մնաք այս 100 մեքենայի accident-ին 40 այդ truck trailer այդպես եղել դպրոցները արձակել են իհարկե մինչև South Florida Panhandle այսինքն այն վերևից մինչև ներքև ոչ թե Ֆլորիդայի հարավը այլ հյուսային Ֆլորիդայի տեսեք մեքենան ինչպես է չի կարողանում անձը կոնտրոլ անի մեքենային դրա համար ավել հարկավոր է որ անձը պատկերացրեք Watertown Massachusetts որը հայկական քաղաքն է ճանաչված Մասաչուսեթի 1 ժամվա ընթացքին 4 ինչ այսինքն 10 սանտիմետր ձյուն է իջել United օթանավի ընկերությունն է որ ասում է դժվարություն ունենք օթանավը սառած ամենտեղ բարձրանալու իջնելու եւ եթե դուք այդ տարածքներում ապրում եք տեսեք հիմա մյուս շաբաթ էլ նույնն է լինելու այսինքն սա վերջին այսպես դժվար կացությունը չի լինի Syracuse New York-ն եք տեսնում Albany New York եւ ջերմությունը նայեք 0-ից Fahrenheit-ի 0-ից 32 մեր սանտիգրադն է սա Fahrenheit-ի 0-ից ներքևն է այսինքն 20 որոշ տեղեր 30 աստիճան սանտիգրադ պատկերացրեք 0-ից ցած եւ դրա համար վաղը այսպես տեսնում եք դժվար կացություն է եթե հարկ է մնալ տուն ավել հարմար կլինի տանը մնաք եւ հաջորդ շաբաթ էլ նույնն է լինելու հունվարի 25-ից 29 2026 թվի ավել մեղմ եղանակը չի լինելու Շիկագո եք ապրում ուրիշ տարածքներ եք ապրում Մինեսոտա եք ապրում սպասեք խիսություն դժվարության կվերադառնամ շարունակեմ ծրագիրը իսկ ծրագիրը հովանավորում է Yugo Shipping հովանավորում է ծրագիրը Եթե ծանոթություն եք Հայաստան ղրկելու իրենց հանձնեք Yugo Shipping Yugo Shipping գտնում է Հոլիվուդում, հայկական Հոլիվուդ, Լոս Անջելեսում է գտնում։ Մի ծանոթ հանձնեք, մյուս ծանոթ անվճար կհասցնեն ձեր ազգականին։ Իսկ եթե գումար պիտի փոխանցեք, այդ օթանավով փանդը $2.99 է։ Գումար եք ուզում փոխանցեք 2% եթե վճարեք, գումարը կտանեն տանը կհասցնեն։ Ծրագիրը հովանավորում է նաև դոկտոր Իբրահիմի հովանավորում է ծրագիրը։ Սա սրտի վիրահատող է, բայց հիմա զբաղվում է, եթե ոտքի վրա վերք ունեք, ոտքի տակը վերք ունեք, չեք կարող քայլեք, շնչասպառ եք լինում, զանգարեք այս հեռախոսը համարին։ Իր գրասենյակը գտնում է Orange County, Commerce, Encino, Glendale։ Glendale-ում 616 իսկ Glenox փողոց է գտնվում։ Սոնաֆե տարեցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը, իրենք բաս ունեն, մինի բաս ունեն, եթե ուզում եք ձեր ժամ անցկացնեք ձեր հասակակիցների հետ, իրենք կտանեն այդ կենտրոն ու կվերադարձնեն, Աշխարհի ամենամեծ կղզին Գրինլանդն է։ Այդ Գրինլանդի մեջ 57,000 ընդամենը մարդ է ապրում, որտեղ սառած է, ապրել դժվար է։ Իրեն մասամբ ապրում են արևմտյան մասը Գրինլանդի, հարավային արևմտյան մասն են ապրում։ Նախագահ Թրամփ ասում է, այս Գրինլանդը պետք է կամ մեզ անձնենք, կամ գնենք, վճարենք, կամ պիտի գնանք վերցնել այդ տարածքը։ Այսպես է արտահայտվում։ Իսկ մարդիկ այնտեղ բոլորը դուրս են եկել, բողոքի են դուրս եկել, եւ այստեղ տեսնում եք ասում է ես 8 տարբեր երկիր նախագահ մի վարքյան 8 տարբեր երկիր փրկել եմ պատերազմներից եւ այլն եւ հիմա դա է որ խաղաղություն են բերում ամենտեղ
այս Գրինլանդն էլ պետք է մեզ հանձնեն, որպեսզի ռուսները եւ չինացիք, որ կարող է կղզին այսպես գրավել։ Եվ Գրինլանդը, այսպես տեսնում եք, Նորվեգիայի, ասում է այդ պատճառով ինձի պետք է մեդալը տան, խաղաղության մեդալը ինձ պիտի տան։ Եվ սա Նորվեգիայի վարչապետն է, որ ասում է ես բազմիցս Թրամփին վերջին օրերիս ասել եմ, որ աշխատենք այսպես արտահայտություններ չլինի, որովհետև de-escalation տեսնում եք ավել խաղաղորեն բանակցել եւ մտահոգությունը հայտնում այս Նորվեգիայի վարչապետը։ Իսկ նախագահը իրեն բացատրում է, որ քո երկիրը ինձի Նոբելյան մրցանակ չի տվել, սա նախագահ Թրամփն է գրում, որ զարմանքի պատճառ է դարձել բոլորին, որտեղ այդ մեդալը ինձի Նոբելյան մրցանակը ինձի չի տվել, ես 8 պատերազմ եմ կասեցրել կամ վերացրել, ես ոչ մի պարտականություն չունեմ խաղաղության համար, այսինքն եթե արձակվեն ձեր երկրի ուրիշ երկրների վրա, ես պարտականություն չունեմ, եթե 8 երկիր խաղաղություն են բերել եւ ինձի մեդալը չտան եւ ուրիշի տան։ Եվ սրանից հետո այն եմ անելու, որ Ամերիկային հարկավոր է կամ ճիշտ է։ Վարչապետն եք տեսնում Նորվեգիային, որ նորից իր մտահոգությունը հայտնում եւ ասում է, որ մենք չենք մեդալը տվողը, այդ Նոբելյան մեդալը մի խումբ են ինչ որ հատկացնում են։ Այստեղ տեսնում եք 8 երկրներ իրենց զինվորականները ղրգեն են այդ Գրինլանդ եւ ժողովուրդն է, որ ամենտեղ դուրս է գալիս, այստեղ տեսնում եք Կոպենհագեն եւ ուրիշ տարածքներում, իսկ գլխարկի վրա հետաքրքիր է, բոլոր բողոքողները Եվրոպայում հիմա դուրս են գալիս, գրեն Make America, ուրեմն Ամերիկային ասեք թողնի հեռանա, նախագահ Թրամփը իր գլխարկը նույնն է, կարմիր գլխարկ, Make America Great Again, Ամերիկան պետք է նորից իր բարձունքին հասցնեն, սրանք նույն գլխարկը, նույն ձևով կեսը, նույն արտահայտությունը Թրամփի գրեն են եւ ասում են Ամերիկան թող հեռանա այստեղից գնա, այսպես դուրս են գալիս։ Հիմա այս 8 երկրները ինչ որ տեսնում եք Ֆրանսիա, Գերմանիա, Դանիան, Ֆինլանդիան, Շվեդիան, Նորվեգիան, Հոլանդիան, Նիդերլանդ եւ Անգլիան զորք են ուղարկել այնտեղ տեսնում եք ցախ բարձունքում այդ կղզին է, Գրինլանդն է, որ զորք են ուղարկել։ Ուրեմն նախագահ բարկացել է, ասում է, որ ես հիմա այսպես է 10% մյուս ամիս այդ 8 երկրներին թերիվ կամ հարկ եմ պահանջելու, ինչ որ այդ երկրներից կա 10% հարկ եմ պահանջելու եւ 25% բարձրացնելու եմ 25%-ի հունիս ամսից։ Հիմա պատկերացրեք Եվրոպայի շատ մեքենա է գալիս մանավանդ Գերմանիան շատ դժոխ լինի եւ մինչեւ այն ժամանակ որ մենք գնենք Գրինլանդը, այսինքն պիտի մեզ վաճառեն, թե չէ հարկ են պահանջելու իրենցից, Հավիտյանս ուզում է հարկ պահանջի։ Այստեղ Անգլիայի վարչապետն է, որ խիստ մտահոգություն է հայտնում, որ եւ ասում է, որ Գրինլանդը պատկանում է այդտեղի ժողովրդին, ուրիշին չի պատկանում։ Գիտեք, Գրինլանդը 1712 թվից պատկանում է այս Դենիային է պատկանում, Դենմարքին է պատկանում եւ նախագահը ասում է իրենք գնացել են այդ տարածքը վերցրել։ Ոմանք իհարկե ասում են Ամերիկան նաեւ այդպես է, եկել են 1770-ական թվականներին, օրինակ Ամերիկան վերցրել են, ուրեմն մեկը կարող է ասի հիմա այս տարածքը պետք է մեզ հանձնեք, այսպես մտահոգություն են հայտնում Ամերիկայի բարեկամ երկրները։ Ես ուզում եմ ցույց տալ Իսպանիայում երկու գնացք, մեկը հունից դուրս է գալիս եւ հարվածում է մյուս գնացքին, այստեղ տեսնենք
40 անձիկ մահանում են, տասնյակ մարդ վիրավորվել է, գնացքը 131 մայլզ արագասլաց գնացք էր սա 131 տեսեք ներքևից մեկը բարձրանում է ու հասնում են մի կետի այդ քաղաքը ճիշտ այդտեղից հունից դուրս է գալիս դիմացից ուրիշ գնացք է գալիս եւ այսպես այս կետում այդ դժբախտությունը պատահում է Իսպանիայում ես պիտի տաթար վերցնեմ երբ վերադառնամ տաթարի ջրամբարների մասին խոսեմ այս Կալիֆոռնիայի իսկ ծրագիրը հովանավորում է ջակփաթը հովանավորում է ծրագիրը ջակփաթ գտնվում է Pacific փողոցի վրա եւ եթե նոր կոշիկներ Եվրոպայից բերված պայուսակներ հագուստների կարիք եղավ այցելեք իրենց մոտ իրենց խանութը գիտեք թանգարան փակեր են դեր շատ ապրանքներ ունեն ամեն ինչ զեղչված է այցելեք Անաշեգիֆն հովանավորում ծրագիրը ձեզ առաջարկում այս չափը մանրացնում է ինչ որ ցանկություն էլեկտրական սարքավորում է ուրիշ խանութներում $45 իրենք $19 99 سنت են առաջարկում ինտերնետով կարող եք չեք անել որ տեսնեք այդպես է 1937 West Glenox փողոցի վրա է գտնվում Անաշեգիֆը կվերադառնա Ես ուզում եմ ասել որ ուրախ եմ որ Կալիֆոռնիայում այնքան անձրև է եւ շուտով թվում է անձրևները ծյուն պիտի իջնի որ բոլոր ջրամբարները Կալիֆոռնիայի լեցուն է ջրով եւ լրիվ Կալիֆոռնիան երաշտ գոյություն չունի սա տարիները նման դեպք չի պատահել այսինքն այդ չորությունը գոյություն չունի եւ այսպես վերջին անձրևները եթե որոշ վնասներ տվեն որոշ տարածքներում բայց իր արդյունքը նաեւ ունեցել է որ water table են ասում ջուրի մագարտակը հողի մեջ բարձրացել է այս ջրերը որտեղ ներծծվում են հողի մեջ աշխատում են դրա համար այս ամբարները սարքել են որ ինչքան կարելի է օգտվեն այս ջրերը մնա մեր տարածքում եւ չգնա օվկիանոսը որ որևէ մեզ պետք չի լինի դրա համար այդ ջրամբարները ինչ որ 3 ծրագրում մանրամասը ցույց տվի որտեղ է ինչքան ջուր է լցված ամենայն դեպս այս միջին ջրամբարները 94%-ով հիմա լցված է ջրով որ երկար տարիներ նման դեպք չէր պատահել ծրագիր եկավ իր ավարտին ցես կհանդիպեմ վաղը մի շնորհ հանդիպում